Բարի լույս սիրելի հեռուստադիտող, բարի առավոտը սկսում է ուղիղ եթերի իր աշխատանքը։ Այսօր նոյեմբերի 22-ն է, որը Հայաստանում նշվում է որպես բանկային աշխատողի օր 2003 թվականից։ Տոնի ամսաթիվն ընտրված էր այն կապակցությամբ, որ 1993 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը դրամը։ Դե ինչ մենք եւս շնորհավորում ենք բանկային բոլոր աշխատողներին իրենց մասնագիտական տոնի առթիվ եւ անցնելով առաջ ներկայացնեմ մեր առաջին թեման, որի շուրջ կզրուցենք մեր հյուրի հետ։ Նոյեմբերի 24-ին Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կկայանա ընկերներով ընկերոջ համար խորագրով բարեգործական համերգը։ Մեր տաղավարումը երգահան Էդուարդ Զորիկյանը, ում հետ էլ կխոսենք համերգի մանրամասներից։ Բարի լույս ձեզ։ Բարի առավոտ եւ լավ օր ձեզ, հեռուստադիտողին եւ բոլորին։ Բոլորին, այո, լավ օր, ինչպես եք սկսել ձեր առավոտը եւ առհասարակ ձեր շաբաթ-կիրակի առավոտներն ինչպես են սկսվում։ Անկեղծ ասած, իմ շաբաթ-կիրակի առավոտները ոչինչով չեն տարբերվում մնացած օրերից։ Արթնանում եմ, նախաճաշում, կերակրում աղավնիներին։ Աղավնիներ ունեք։ Ամեն առավոտ գալիս են նախաճաշի։ Գիտեն ուր են գալիս։ Հա, փոքրիկ երևանցիները մեր մեկ-մեկ ճնճղուկներն են վրա տալիս, հա, բայց հիմնականում աղավնիներն են։ Մի ագրավ կա, որը երբ ինքը հայտնվում է, բոլորը փախչում են։ Մի խոսքով այդ գործով ագրավին քշում եմ, աղավնիներին կերակրում։ Հետո անցնում ստեղծագործական։ Մեկ-մեկ նկարում եմ, տեղադրում Facebook եւ ոնց որ այսօր ցանկացանք բարի առավոտ նմանատիպ մի ցանկություն եմ գրում։ Այսպես։ Իսկ լինում է հաճախ, որ ձեր առավոտները սկսեն ձեր կիթառով եւ որևէ բան նվագեք, թեկուզ ձեր տրամադրությունը բարձրացնելու համար։ Ես տանը կիթառ ընդհանրապես չեմ նվագում։ Եվ ինչու։ Չգիտեմ, դրա կարիքը չունեմ։ Այսինքն, եթե այսօրվա պես չեն հրավիրել, օրինակ այսօր նախաճաշելուց հետո բացեցի, լարեցի, մի փոքր նվագեցի։ Եթե նման առիթ կամ համերգ կնվագեմ ամսի 24-ին համերգից առաջ։ Հա, մի 2 ժամ առաջ։ Մնացած օրերը ինքը իր համար հանգստյան օրեր են։ Դե, քանի որ համերգից ենք խոսում, եկեք ներկայացնենք նաև համերգի մանրամասները, բարեգործական համերգ է լինելու, դուք եւս ելույթներով եք հանդես գալու, մի փոքր պատմեք, բացեք փակագծերը, ովքեր են ելույթ ունենալու, ինչ համերգ է։ Համերգը, ասենք այսպես, համերգ ներկայացում, որտեղ բացի երգահաններից մասնակցում է նաև մեր լավ ընկերը Մնջախաղաց Համլետը Չոբանյան, ով մեր բոլորի երգից երգ անցումը կկատարի, այսպիսով կապելով միմյանց, հա, իր մնջախաղային պատումները փոքրիկ կներկայացնի, այսինքն կլինի երաժշտություն, խոսք եւ լռություն, շարժում։ Վերնագրված է համերգը ընկերներով ընկերոջ համար, որովհետև մեր ընկերներից ամենահմայիչը, ամենահմայիչին պետք էր, որ մենք իր մոտ մի փոքր դժվար շրջան է հիմա, որ մենք բոլորս իր կողքին լինենք։ Ոչ միայն մենք, նաև ես կարծում եմ, որ այսօրվա հրավերն էլ է դրա հետ կապված։ Ես հաշվում եմ, որ դուք եք իր կողքին, որտեղ լուսաբանում ենք եւ ձեր հեռուստակայանի միջոցով նաև բոլորին ենք դիմում, համեցեք Արմինեին Հարապետյան պետք է, որ բոլորս լինենք իր կողքին։ Ամսի 24-ին ժամը 20:00-ին, այո։ Եկեք նաև ներկայացնենք, ով ինչ ելույթներ է պատրաստել, դուք իհարկե ձեր մասով կարող եք խոսել եւ կարող եք նաև ներկայացնել ձեր մյուս ընկերներին, ովքեր եւս գալու են համերգին։ Բայց կազմը մեծ է, մեր վարպետն է Ռուբեն Հախվերդյան, Վահան Արծրունի, Արեգ Նազարյան, իդեպ Արմինեն Հայրապետյան նույնպես ելույթ է ունենալու, Վախթան Քարությունյան, Լավելից Մահերը, Գագիկ Շիբոյան, վախենում եմ ինչ-որ մեկին մոռանալ, ես ելույթ կունենամ, Եվ մնացածը։ Կարծես եւ մնացածը, որովհետեւ դժվար է հիշել, այո, կան երաժիշտներ, ովքեր պիտի նվագակցեն, հա։ Այո։ Դուք ինչ ելույթներ եք ընդգրկել համերգում, ձեր որ ստեղծագործություններն եք ներկայացնելու։
Սովորաբար ինչ որ բան ես ընտրում մտքիդ, բայց կարող է շատ հաճախ տեղում փոխվում է երգը։ Ես մտածում եմ, երևի հոգեորը կերքեմ, երևի Ֆրանսուଆ Վիոն շարքից որևէ երգ, ու էլի ինչ որ մի բան։ Գուցե ինչ որ բան կարդամ իմ ժողովածուից, տեսնենք։ Այո, քանի որ տրամադրության։ Այսօր դուք ձեզ հետ բերել եք եւ գիտարը եւ բանաստեղծությունների ժողովածուն, եկեք հերթով անդրադառնանք, գրքից խոսեցինք, ունեք բանաստեղծությունների ժողովածով, որտեղ նաեւ փոքրիկ այդպես չափածո նկարագրություններ եք տվել ձեր ընկերների մասին։ Մի քիչ պատմեք, ոնց եք ընտրել, ում ներառել այդտեղ որպես բանաստեղծություն եւ ինչպես եք փորձել իրենց նկարագրել։ Ժողովածուն լույս է տեսել 2019-ին, բայց տարիներ առաջ մեր թքլապ ակումբում, Բարդերի ակումբում մի համերգ արեցի, որի ընթացքում ներկայացնում էի իմ բոլոր ընկերներին չափածո։ Առանց ասելու ում եմ ներկայացնում։ Եվ հանդիսատեսին, այդ երգերի արանքում էլի, ու հանդիսատեսին դիմում էի հետևյալ խնդրանքով, որ գուշակեք ով է։ Ու 99%-ը գուշակում էին, որովհետև առաջինը ակումբ գալիս են այս երգավոճի սիրահարները, հա, երկար տարիներ։ Բոլորին անգիր գիտեն, գուցե մեզնից լավ մեզ ճանաչում են։ Իսկ երբ որ գիրքը պետք է լույս տեսներ, մտածեցի, իսկ ինչու ոչ։ Եվ այդ բնութագրերը ներառեցի առանցին բաժնով գրքի մեջ, այսպես։ Այդտեղ փաստորեն եւ ձեր երգերը կան, երգի տողեր։ Այստեղ երգերի հիմքում ընկած բանաստեղծություններն են, այստեղ բանաստեղծություններն են, որոնք ոչ թե երգ չեն դարձել, այլ գրվել են զուտ որպես բանաստեղծություն։ Այստեղ բնութագրերը կան գործընկերներիս, հայ երգասացների, եւ կա մի պիես, որը բեմադրվեց քառորյա պատերազմից հետո, գրվել է պատվերով, կոչվում է Անմախների երկիրը, պրեմիերան Պատանի հանդիսատեսի թատրոնում էր։ Իսկ ինչը ձեզ ոգեշնչեց ի սկզբանե ձեր բոլոր գրվածքները դարձնել գիրք։ Ոչինչ։ Պարզապես ուզում եք հավաքագրել մի տեղ, որ մնա։ Գիտես, եթե միտքը ավելի հաճախ է քեզ այցելու, քան մտքերը, հա, քան հասցնում ես հանձնել թղթին։ Այն միտքը, որը չհանձնեցիր թղթին, կորում է։ Այն միտքը, որը հանձնեցիր թղթին, հետո ինչ ասեմ, ձեռքի հետ միտեղ տարակում մնաց, կորում է։ Ես իմ փորձից եմ անձնական այս ամեն ինչը ասում, որովհետև դեպք է եղել, երբ իմ գրասեղանի միջից գտել եմ իմ ձեռագրով գրված բանաստեղծություն եւ չեմ հիշել, թե երբ եմ գրել, բացարձակ չեմ հիշել։ Ուղղակի ես գիտեի, որ իմ գրասեղանի մեջ ուրիշ ոչ մեկի գրվածքը չի եւ ձեռագիրը, հա, որ դե ճանաչում ես ձեռագիրը։ Այո։ Իսկ թե ինչու եմ գրել, ինչու հենց այդ թեման, երբ, բացարձակ չեմ հիշել։ Այսինքն գրել եմ, գցել եմ դարակը ու տենց մնացել է, հա։ Իսկ ձեզ մոտ լինում է, որ Հիմա նույնպես կներես հազար ներողություն, նույնպես եթե թղթին հանձնած բանաստեղծությունը, խոսքը ցանկացած բան, չժողովես մի գրքում չամփոփես, դա էլ կկորչի, ուղղակի կկորչի։ շատ ստեղծագործողներ հաճախ ասում են, որ օրինակ գուցե գիշերը քնած տեղից արթնանան եւ ինչ որ մի բան այդ պահին իրենց մտքին գա եւ գրեն։ Պիտի գրես։ Ձեզ մոտ լինում է։ Եղել է, շատ է եղել։ Նույնիսկ եղել է, ես հաճախ մի տարի կար, որ մտածում էի, տեսնես ովքեր են անեկդոտներ հորինում, հա, ու փորձեմ ես հորինել։ Ու հորինում էի։ Երևի մտքիդ որ թելադրում ես կոնկրետ ինչ-որ մի թեմայի շուրջ աշխատի, գիշերը երազում անեկդոտ եմ հորինում եւ նույն երազում այդ անեկդոտը ինքս ինձ պատմելիս հռհռում եմ, խնդում, ծիծաղում, առավոտ զարթնում եմ, ոչ անեկդոտն եմ հիշում։ Հիշում եմ, որ ինչ-որ բանի, որ դա անեկդոտ էր, որ ես էի հորինել, որ ահա որ ծիծաղելի էր,
բայց ինչ էր բացարձակ չես հիշում։ Այդպիսի պետք է հանձնել թղթի։ խոսույթ էլ կա, ասում են այն մարդիկ, ովքեր այդ նույն անեկդոտները կամ հումորները գրում են, շատ լուրջ դեմքով են գրում եւ իրենք անգամ այդ բանը որ նայես չես հասկանա, որ հենց հումոր է գրի առնում։ Այգուցե դեռ եմ սխալվել, երևի պիտի լուրջ գրեի։ Հա, ուզում եի հասկանալ ինչպես է ձեզ մոտ սովորաբար ոնց եք մտածում օրինակ ինչ որ մի անեկդոտ ստեղծելիս կամ թեկուզ չափածո բանաստեղծություն, որն է ձեր ոգեշնչումը այդ հարցում։ Իմ պարագայում այդպես չի, ես երբեք չեմ հավատացել այդ մուսային։ Շատ է եղել գործընկերներից ասել են մուսա չունեմ կամ չի գալիս, մուսա չկա։ Գուցե այն ինչ որ ես նկատի ունեմ, իրենք մուսա են անվանում։ Հնարավոր է այդպես է, որովհետև երբ ինչ որ միտք գալիս է, քեզ չի հարցնում էլի, դու ուզում ես, որ նա գա թե չես ուզում։ Մեր ընկերներից Արեգ Նազարյան բառացի այս բառերն է ասում, հա, երգը ծնվելիս քեզ չի հարցնում։ Դու պատրաստ ես նրան ծննդաբերել թե չէ։ Ծնվում է ու վերջ։ Ես առաջարկում եմ շատերը ասում են դա ինչ որ վերևից գալիս է, ինչ որ խողովակով, ես փոխանցողն եմ այդ ամեն ինչի։ Ամեն մարդ մի ձևակերպում է, բայց այն որ այդ ամեն ինչի մեջ անբացատրելի ինչ որ մի բան կա, դա հաստատ է։ Ես առաջարկում եմ հիմա ձեր գիրքը այս բանին բացենք, թեկուզ պատահականորեն կարող եք ընտրել ինչ որ մի բան եւ կարդալ, որպեսզի նաեւ մենք ծանոթ լինենք։ Լսում եմ եւ ենթարկվում։ Քանի որ առավոտ է կարդամ մի բանաստեղծություն, որը կոչվում է Արշալույս։ Արշալույս է, վաղ լուսաբաց, սեկ լեռների կատարից արեգակը կառնի ընթացք ու կկախվի երկնքից։ Արշալույս է, արևածագ, ցողը շաղված դաշտերին, կաթիլներից ժողի լճակ, կտա երկնի կապույտին։ Արշալույս է, արևածագ, ինչպես ծնունդ Վահագնի, սարթնեք, թրջուն, գազան ու մարդ, մարեք աստղեր երկնքի։ Արշալույս է, արևածագ, ակունք սիրո եւ կյանքի, կցանկամ ժայթքել մարմնից պարփակ, փարվել անամպ երկնքին։ Հրաշալի ստեղծագործություններ եւ շատ գեղեցիկ նկարագրում էր արևածագը։ Իսկ դա երբ եք գրել, օրվա որ ժամանակահատվածում։ Առավոտյան։ Գիտես, այս գրքում ժողովված բանաստեղծությունների մի մասը ամսագրված է, օրագրված է, մի մասը ոչ։ Չգիտես ինչու եղել են դեպքեր, որ գրել, ինձ թվում է այդ տարբերակով գրել, շպրտել եմ միտքով, ոչ ամսաթիվ եմ գրել, բայց Արշալույսը 27/02/90 թվական։ Անցած դար։ Եթե նաև երգերից խոսենք, սովորաբար ինչպես է ստացվում, մեղեդիով միաժամանակ եք երգը ստեղծում, թե բառերը գրում եք, հետո փորձում եք գտնել մեղեդին։ Երիտասարդ տարիքում մեղեդին էր ծնվում, ու խոսք չկար, հա, ինչ որ փորձում էր, ինչ որ անկապ։ Ինձ թվում է դա նրանից էր, որ միտքը, խոսքը դեռ ձևակերպված չէր էլի։ Հիմա հակառակն է։ Հիմա գնալով տենց միանգամից հակառակը չեղավ, հա, եկավ մի շրջան, երբ միասին միաժամանակ էին ծնվում խոսքն ու մեղեդին, հետո խոսքը սկսեց ավելի հաճախ, հա, միտքը ավելի առաջ է ընկնում ու չես էլ հասցնում այդ ամեն ինչը ինչ որ մի մեղեդու ներքո ներկայացներ։ Կարծում եմ հենց պատճառներից մեկը գուցե, որ հերինական երգի մեծամասամբ գործերի մեղեդիները այսպես նմանություն ունեն, հա, մանավանդ նույն հեղինակի մեղեդիները։ Փաստորեն կա այդտեղ ճշմարտություն։ Ինձ թվում է, երբ նշանակություն չես տալիս մեղեդուն, ուղղակի խոսքը գրեթե նույն մեղեդու տակ ասում ես, որովհետեւ խոսքը տարբեր է, բայց երբ ուշադիր լսում ես, ասում ես, բայց այս մեղեդին արդեն լսել եմ, հեն մի երգի ներքո։ Դուք ձեզ մոտ դա նկատում եք, որ ձեր մեղեդիները հաճախ նման են միմյանց։ Կինս է ասում, ես չեմ զգում, իդեպ ես փաստել եմ, որ ոչ ոք չի զգում։ Այսինքն կոնկրետ դեպք պատմեմ, անունը չտամ, որովհետև բոլորը ճանաչում են։ Ընկերներից մեկը գործընկերներից եւ մոտ մարդկանցից, ով հաճախ է այցելում, գալիս է մեր տուն, եկավ ասեց՝ «Սարգսյան, նոր երգ եմ գրել գիշերը»։
գիտարը վերցրեց, ներկայացրեց, կինս ասեց, բայց սա Զորիկյանի այսինչ երկի մեղեդին է, վայ, սենց ասելուց հետո ցանկացած մեկը միանգամից տեղն է ընկնում, հիշում է։ Եղել է դեպք, որ ես եմ գրել, կինս ասում է մեղեդին փոխի։ Ասում ինչի, շատ լավն է, որովհետև այսինչ երկիդ մեղեդին է։ Այն մինչև չէր ասում, ես չէի կարծում, որ նման է, հա, բայց հենց ասեց, հասկանում ես, որ ճիշտ է, կինը Այսօր ճիշտ է։ նաև հաճախ են ասում, որ օրինակ որևէ երգ է թողարկվում երգչի կողմից, ասում են, այ այս մի երգի պլագիատն է կամ նման է այսինչ երգի երաժշտության, անգամ ոչ հայկական։ Փաստորեն այդ շրջապտույտը, շրջանառությունը նույն երաժշտության անընդհատ ինչ որ միտեղ կրկնվում է։ Եթե մտածված է, կոչվում է պլագիատ, հայերեն բանագողություն։ Հրաշալի բառ ունենք այո մենք հայերենում։ Եվ եթե մտածված է արել, այսինքն եթե ինքը գիտի, գիտակցում է, իհարկե դա բանագողություն է։ Կամ գոնե կարելի է ինչ ասեմ, նույն մեղեդու վրա, նույն մեղեդու հիմքի վրա ինչ որ խոսք երգ գրել, կատարել, բայց պիտի ֆիքսես, որ մեղեդու հեղինակը ես չեմ։ Եվ երևի պիտի թույլտվություն հարցնես, հա, կարելի է այս նույն մեղեդին օգտագործել։ Կարծում եմ մեծ մասը թույլ չի տա, բայց եթե նույնիսկ այդ հեղինակը կենթանի չէ, հա, միևնույն է, մանավանդ երբ համերգներից ես կատարում, երբ այդ գործը դառնում է քեզ համար գումար վաստակելու միջոցներից մեկը, հա, որովհետև հիմնական միջոց երբեք չի եղել, չի կարող լինել, կոնկրետ այս երգավոճի մասին եմ խոսում։ Պարտավոր է ուղղակի շեշտել ասել, որ երաժշտության հեղինակը էս ինչն է, կամ խոսքի հեղինակը։ Ես առաջարկում եմ հենց այս պահին ձեր ստեղծագործություններից որևէ մի հատված նվիրեք մեզ եւ մեր հեռուստադիտողներին։ Այ քանի որ խոսք գնաց մեկ այլ հեղինակի երաժշտության կամ խոսքի հիման վրա ինչ որ բան ստեղծագործել, հեղինական երգը ենթադրում է, որ դու հեղինակն ես երաժշտության, խոսքի եւ ինքդ էլ կատարում ես, հա։ Այն երգը մի շարք ունեմ Ֆրանսուଆ Վիոնի բալադների հիման վրա գրված 10 բալադ է Ֆրանսուଆ Վիոնը այդ բալադները գրել է 600 տարի առաջ եւ 37 տարի առաջ ես 10 բալադների հիման վրա գրեցի երգեր, որովհետեւ պիտի երաժշտական ներկայացում Ֆրանսուଆ Վիոն բեմադրվեր, ներկայացումը չբեմադրվեց, բայց երկերը մնացին։ Ֆրանսուଆ Վիոն խոսք շնորհակալության։ Մուրացկանին, վանականին, ճգնավորին մի անձնուն, դատար կապորտ ծույլ պահակին, աղջիկներին այն մեծանում, հակված կոքիկ էզու սիրուն, գոշիկ զգես թանդրավարտիկ, բաղավում եմ սիրով անհուն, շնորհակալ եմ, ով մահարտիկ։ Կրծքերը բաց աղջիկներին, որ չմնան հանկարծ անտուն, թալանչուն ու աչպարարին, շատախոսին ժիր ու արթուն, Քժերին, որ գնում են տուն, միշտ սուլելով հարբած անկիրտ, բղավում եմ, բարին մաղթում, շնորհակալ եմ, ով մահարտիկ։ Իսկ դավաճան այն շներին, որ տանջում են ինձ ստիպում, չոր հաց ուտել, ինչու ես իմ կյանքս այսպես անցավ բանտում, Ինչ հեշտ էի նրանց խապում ու ձեզ կասեմ որպես գաղտնիք ամոթս ինձ է կտրատում շնորհակալ եմ ով մահարտիկ Թող շներին այդ բան սարքում իմ ակով քառապատիկ ծեծեն կախեն երկու շնորհակալ եմ Մահարտիկ, շնորհակալ եմ, ով մահարտիկ, շնորհակալ եմ, ով մահարտիկ, շնորհակալ եմ, ով
իսկապես այս երգից հետո միայն մի բան պետք է ասել, շնորհակալ եմ։ Ես եմ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ առաջարկում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 22-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա 20:00-ին տեղի կունենա ընկերներով համար, այո, խորագրով համերգը։ Բազմաթիվ մասնակիցներով համեցեք բոլորը։ Շնորհակալ եմ, մեր հեռուստադիտողներին էլ հորդորենք գնալ այդ համերգին եւ վայելել կենթանի կատարումները մեր շատ սիրելի երաժիշտների կողմից եւ այս պահին ձեզ եւս շնորհակալություն եթերի համար։ Այս պահին սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ միանանք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին եւ ապա վերադառնանք արդեն նոր թեմայով։